Ողջունում եմ բոլորին։ Մի քանի հարցերին փորձեմ պատասխանել ես, որոնք վերաբերվում են ջայրով երթին։ Առաջին հարցը, որն է ջայրով երթի խորհուրդը։ Ապրիլի 24-ին, երբ մենք բարձրանում ենք Ծիծեռնակաբերդ, մենք հիշում ենք մեր զոհերին, վերապրում ենք այդ ամեն ինչը, սգում ենք նրանց կորուստը եւ այդքանով այդ օրը վերջանում է։ Իսկ ջայրով երթը այլ խորհուրդ ունի։ Ջայրով երթը պայքարի մասին է, ջայրով երթը սգո մասին չի, ջայրով երթը ողբի մասին չի, ջայրով երթը պայքարի առաջ գնալու, կռվին պատրաստ լինելու եւ իրավունքները պաշտպանելու մասին է։ Ջայրով երթի ամենախորհրդանշական տարրը դա վառվող ջահն է։ Ինչ է խորհրդանշում վառվող ջահը, որ հայ երիտասարդը պայքարող է, վճռական է, պահանջատեր է եւ գնալու է հայ ժողովրդի իրավունքները վերականգնելու ճանապարհով։ Առաջին ջայրով երթը տեղի ունեցել 1998 թվականին, մասնակցել են միայն Դաշնակցության երիտասարդական միության անդամները, բայց տարեց տարի ձնագնդիկի էֆեկտով եւ խորհուրդը, իմաստը, ջայրով երթի նշանակությունը դաշնակցական երիտասարդները բացատրելով, ներկայացնելով, մարդիկ հասկացել են ջայրով երթի կարևորությունը։ Ցավոք սրտի ջայրով երթից բացի այլ պահանջատիրական միջոցառում եւ այլ պայքար խորհրդանշող միջոցառում, որը կվերաբերվի ցեղասպանությանը, չկա, ես չեմ հիշում։ Ամեն տարի ջայրով երթից հետո մեր թշնամական պետություններից, Թուրքիայից, Ադրբեջանից վատ արձագանքներ են գալիս։ Պետք է ընդունենք, որ Թուրքիան կայացած պետություն է եւ շատ լավ հասկանում է պահանջատիրությունը եւ պայքարը ինչի կարող է բերել։ Եվ Թուրքիան պայքարում է եւ պայքարելու է, որպեսզի ջայրով երթի պես միջոցառումներ հայ իրականության մեջ, հայության մեջ չլինեն, որտեվ պայքարը մի օր բերելու է հաղթանակի եւ Թուրքիան դա շատ լավ գիտի եւ պայքարի արդյունքում է, որ մենք այս հանգրվանից եւ հատկապես այսօր, երբ Արցախը կորցրել ենք, երբ Արցախում փաստացի տեղի է ունեցել ցեղասպանություն, այդ ընթացքի դեմը առնելու միակ ճանապարհը պայքարն է։ Եվ շատ կարևոր է, որպեսզի շատ մարդ մասնակցի ջայրով երթին, որպեսզի ցույց տանք մենք, որ հայ ժողովուրդն է այդ պահանջատերը եւ ոչ թե մի քանի կամ մի քանի 100 երիտասարդներ։ Հաջորդ հարցը, որ տվել են մեզ։ Ցեղասպանությունից 110 տարի անց ինչ պահանջ ունեք Թուրքիայից։ Հավատում եք, որ Թուրքիան կընդունի հայոց ցեղասպանության փաստը։ Մեր հազարամյակների պատմությունը մեզ մի բան է սովորեցրել։ Երբ մենք պայքարել ենք, մենք մեր ուզածին հասել ենք։ Մենք մեր իրավունքները թույլ չենք տվել, որպեսզի ոտնահարեն։ Բայց երբ մենք չենք պայքարել, երբ մենք մեր զենքը վայր ենք դրել, մենք կորցրել ենք ամեն ինչ եւ մեր ոչ մի իրավունքներ, մեր թշնամիները, մեր հակառակորդները հաշվի չեն առել, այն մարդկային ոչ մի իրավունքների հետ հաշվի չեն նստել, իրենց շահերը առաջ են տարել։ Դրա համար միակ զենքը մեր պայքարն է։ Միգուցե թվա թե դա դար եւ 10 տարի շատ երկար ժամանակ է, բայց ցեղասպանության հետևանքները մինչև այսօր մենք կրում ենք։ Օրինակ ես պետք է ծնվեի Մուշում, բայց ցեղասպանության հետևանքով ես Մուշում չեմ ծնվել եւ ավելին Մուշը չեմ տեսել, բայց ես մշեցի եմ։ Ինչ պահանջ ունենք Թուրքիայից։ Թուրքիայից պահանջում ենք, որպեսզի Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը, հատուցի ցեղասպանության համար, ընդունի, որ հանցագործություն է կատարել, որտեվ դա շատ կարևոր է, ընդունի այսօրվա Թուրքիան, որ իրենց նախնիները հանցագործություն են կատարել, այդ հանցագործության հետևանքով 100 հազարավոր մարդիկ, որոնք իրենց բնորանն է եղել, կորցրել են իրենց տունը, կորցրել են իրենց հայրենիքը, մահացել են, մազապուրծ են եղել, իրենց հարստությունն են կորցրել, իրենց ընտանիքներն են կորցրել, եւ դա պետք է Թուրքիան ընդունի։ Եթե մենք չպահանջենք Թուրքիայից այս ամեն ինչը,
Մենք վստահ ենք, որ վաղը միսօր կրկին Թուրքիան ցեղասպանություն կիրականացնի եւ արդեն էական չի հայերի հանդեպ կանի, հույների հանդեպ կանի, թե մեկ այլ ուրիշ ժողովրդի հանդեպ կանի իր քաղաքական շահերից ելնելով։ Թուրքիան կընդունի հայոց ցեղասպանության փաստը։ Դա մեզանից է կախված։ Միայն մեզանից է կախված։ Եթե մենք լինենք պահանջատեր, եթե մենք գնանք այդ հարցի հետևից, եթե այդ հարցը լինի մեր օրակարգում եւ միայն դաշնակցության չէ, բոլոր հայ կուսակցությունների օրակարգում այդ հարցը պետքա լինի։ Հայկական պետության, հայկական իշխանության առաջին օրակարգում պետքա լինի։ Եթե մենք հետապնդենք այդ հարցը, եթե մենք այդ հարցից ելնելով մեր քաղաքականությունը կառուցենք եւ կազմակերպենք, ես վստահ եմ, որ Թուրքիան կընդունի մի օր ցեղասպանությունը։ Եվ վերջին հարցը. ինչպես դառնալ ջահակիր։ Միշտ ջահերով երթի ժամանակ ջահակիր էին լինում դաշնակցության երիտասարդները։ Սակայն շատ են մեզ դիմել մեր հարյուրավոր հայրենակիցներ եւ ցանկություն հայտնել, որպիսի նրանք նույնպես լինեն ջահակիր։ Եվ վերջին տարիներին մենք այդ հնարավորությունը տալիս ենք այն բոլոր մեր հայրենակիցներին, ովքեր ցանկություն ունեն ջահակիր դառնալու։ Եվ սրա ամենակարևոր իմաստը այն է, որ երբ որ հայ մարդը այդ մի քանի ժամը ջահը ձեռքին բարձրանում է Ծիծեռնակաբերդ, դա այդ մարդը այդ պայքարի կրողն է լինում, այդ մարդը այդ պահանջատիրության կրողն է լինում։ Եվ այս տարի նույնպես մենք հնարավորություն ենք տալիս այն բոլոր մեր քաղաքացիներին, այն բոլոր մեր հայրենակիցներին եւ ինչու ոչ նաեւ օտարազգի մարդկանց, որպեսզի գան եւ լինեն ջահակիր։ Ջահակիր դառնալու համար կարող եք անցնել մեր Facebook-յան կամ Instagram-յան Դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության էջերը եւ այնտեղ կգտնեք հայտը լրացնելուց հետո կդառնաք ջահակիր։